Ես կարդում եմ Սուրբ գրքից Երգերգոց 2-րդ գլուխ 9-րդ խոսքից. Իմ սիրեկանս այծյամի կամ եղնիկի ձագի կնմանի։ Ահա հիմա մեր պատին ետևը կայներ է, պատուհաններ են կնայի, վանդակներ են կերևնա։ Իմ սիրեկանս պատասխան տալով ինձի սավ, ելիր ով սիրուհիս, ով գեղեցիկս ու եկուր, քանզի ահա ձմեռը անցավ։ Ծառայության սկզբում երգեցին Նորատունկ այգու մասին, այնտեղ ասվում էր նաև, որ բռնեք աղվեսիկներին։ Դա գրված է այս գլխի 15-րդ խոսքում. «Բռնեցեք մեզի աղվեսները, վասնզի մեր այգիները ծաղկեր են։ Իմ սիրեկանս իմս է, ու ես անորն եմ, անիկա իր հոտը շշամներու մեջ կարած է։ Օրվան հովը չփչաց ու ստվերները չհեռացած, դարձիր ով իմ սիրեկանս, ու Բեթերի լեռներուն, ռուսերեն թարգմանության մեջ ճեղքված լեռների, վրայի այծյամին պես կամ եղնիկներու ձագին պես եղիր»։ Թանկագին բարեկամներ, ես Երգերգոց գիրքը սիրում եմ, քանի որ 8 գլուխներում էլ սիրեկանների շփման ընթացքում կինն անընդհատ ստանում է պատասխաններ։ Նա այդ հարցերը տալիս է տարբեր հանգամանքներում, քանի որ միշտ չէ, որ հասկանում է ստեղծված իրավիճակը։ Հետո ներկայացնում է կարծես թե ինչ-որ առարկություններ. ժամանակին չես եկել, ես արդեն քնած եմ, դռները փակ են, ոտքերս լվացել եմ, բայց դուռը ծեծում են, և երբ բացում է, արդեն ուշ է լինում։ Բաց էր թողել այցելության ժամանակը։ Այն պահից, երբ Նորատունկ այգին, այսինքն Նորահոգին դառնում է Աստծուն, մենք տարեցներս, ծառայողներս, ունենք ոչ հեշտ խնդիր. բռնեք աղվեսներին և աղվեսիկներին։ Երբ տունկերը ծաղկած են, պետք է օգնել նրանց, որպեսզի ոչ թե նրանք վանդակներից տեսնեն, ինչպես խոսքում է գրված, այսինքն նրանց համար անհասկանալի բաներ մնան, այլ տեսնեն Աստծուն ոչ միայն լեռների ճեղքերի վրա, քանի որ Երգերգոցի 8-րդ գլուխը վերջանում է հետևյալ խոսքերով. «Շուտերը, ով իմ սիրեկանս, ու խնկաբեր լեռներուն վրա այծյամի կամ եղնիկներու ձագի նման եկուր»։ Երկրորդ գլխում ասվում է լեռների ճեղքերի վրա, իսկ 8-րդում արդեն խնկաբեր լեռների վրա։ Ինչու է այս տարբերությունը։ Չէ՞ որ նույն սիրեկանն է, նույն ցնծությունն է, եղնիկների ձագի նման արի։ Աստծո ժողովուրդ, սա ասվում է այդ ծաղկող այգում, անուշահոտ խաղողի այգում, և ես կարծում եմ, որ դա հենց վերաբերվում է այն երիտասարդներին, ովքեր գալիս են Աստծուն լսելով ինչ-որ հրաշքների, նշանների մասին, բայց թույլ են տալիս շատ սխալներ, կարող են հաճախ սայթաքել, ընկնել, և մեր ծառայողներիս, ծնողներիս խնդիրն է, որ այդ ծաղկման շրջանում, երբ որդատունկը ծաղկած է, բռնել աղվեսներին ու աղվեսիկներին, քանի որ դրանք արմատներն են կրծում, և մարդը կարող է ճակատագրական սխալներ թույլ տալ։ Ես մեր ժամանակներին վերաբերվող օրինակներ կբերեմ։ Ցանկանում եմ խոսել այն մասին, որ անհոգ չլինենք։ Կարդում եմ Դատավորաց գրքի 17-րդ գլուխ 9-րդ խոսքից. «Միքը անորը սավ, ուրկեք ու քաս, ու անիկա անորը սավ, ես Ղեֆտացի եմ, ու Հուդային Բեթլեհեմեն կուքամ, և ապրուստ գտած տեղս պանդխտանալու կերթամ»։ Ահա եկել էր մի պահ, որ երիտասարդ Ղեֆտացին, որը քաղցր ձայն ուներ, հաջորդ գլխում տեսնում ենք, որ Դանի ցեղից եկող մարդիկ տեսնում են Ղեֆտացուն, հարցնում են իրենց գործի համար, բայց մինչ այդ երիտասարդի մոտ հիասթափություն էր եկել։ Ապրում էր լավ քաղաքում, և այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ նրան պետք էր այդ գեղեցիկ ձայնով Բեթլեհեմից անհոգությամբ դուրս գալ և գնում եմ, որտեղ ապրուստ կգտնեմ։ Հետո նրան հանդիպեց մի լավ մարդ ու առաջարկեց. «Մնա իմ տանը, կլինես իմ քահանան»։ Դրանից մեկ տարի անց իրավիճակը փոխվում է, և տեսեք, ես կարդում եմ արդեն 18-րդ գլուխը, որից հետո կբերեմ մի քանի օրինակներ ու մենք կաղոթենք։ Կարդում եմ Դատավորաց գրքի 18-րդ գլխի 16-րդ խոսքը. «Եվ Դանին որդիներեն 600 սպառազինյալ մարդիկ դրանը բերանը կեցան։ Երկիրը լրտեսելու գացող 5 մարդիկը
հոն մտան եւ քանդակված կուռքը եփուտը թերապիմն ու թափծու կուռքը առին եւ քահանան այն 600 սպառազինյալ մարդոց հետ դրանը բերանը կեցեր էր։ Священник стоял у ворот с теми 600 человек, припоясанных воинским оружием. Ահա Դանի ցեղից երկրորդ անգամ մարդիկ եկան եւ պարզվեց, որ նրանք լրտեսներ են։ Նրանք 1 տարի առաջ արդեն խոսել էին այդ երիտասարդ ղեֆտացու հետ։ Երգելիս լսել էին նրա ձայնը, լավ էր երգում, փառք Աստծուն, բայց գիտեք, թանկագին բարեկամներ, հետո նա դուրս եկավ ու կանգնեց դարպասների մոտ, որտեղ կային 600 սպառազինյալ մարդիկ, եւ նա նայեց, թե ինչպես են նրանք հագել, ինչպես են զինված։ Քաղաքականությունը կարծես թե մի փոքր հրապուրեց նրան, մինչ նայում էր, տաճարը թալանեցին։ Բարեկամներ, այսօր ավելի լավ ժամանակներ չեն, եւ ես ցանկանում եմ, որ մենք անցնենք ողջամիտ ծառայության։ Անգամ երբ արտաքին հանգամանքները մեզ անհանգստացնում են, չենք կարողանում կողմնորոշվել, թե ինչ է կատարվում, մեզ չգիտես ինչու մի տեղից մյուսն են տեղափոխում, բայց որպեսզի մենք չնմանվենք այս ղեֆտացուն, ով անհոգության մեջ, դե ինչ որտեղ ապրուստ կգտնեմ, քույրեր եղբայրներ, մենք չենք կարող այդպես, ինչ որտեղ, մենք մեզ չենք պատկանում, մենք գնված ենք Աստծո որդի Հիսուս Քրիստոսի արյամբ։ Դուք հավատում եք, որ դուք ձեզ չեք պատկանում։ Որտեղ էլ որ դու ընկնես, դու քոնը չես, եւ Աստված մեզ կանչել է ողջամիտ ծառայության։ Եթե դու ղեֆտացի ես ու լավ ես երգում, ուրեմն փառք տուր Աստծուն, բայց ծառայիր ողջամտորեն ու մի տարվիր քաղաքականությամբ, պարզապես ծառայիր Աստծուն։ Ասացի, որ կբերեմ մի քանի օրինակ։ Ես հիշում եմ մի դեպք 2015 թվականին։ Միշա եղբոր հետ որոշեցինք շրջել Ռուսաստանի եկեղեցիներով։ Մեզ հետ էին նաև մարգարեական ծառայություն ունեցող անոթները։ Երբ Ռոստովի մոտ ծառայությունը վերջացավ, իմ սենյակ, որտեղ մնում էի, 3 հոգի եկան։ Ասացին, որ շատ է անհրաժեշտ Աստծոց պատասխան ստանալ։ Ես ողջամիտ ծառայության մասին եմ խոսում, քույրեր եղբայրներ։ Երբ սկսեցինք ծառայությունը, այնտեղ առաջին երիտասարդը մտավ, հետո երկրորդը, ես անձամբ ներկա եմ եղել այդ ծառայությանը եւ ամեն բան ձայնագրվում էր։ Հետո մտավ մի քույրիկ, սկսեցինք աղոթել եւ Աստծուց եղավ հետեւյալ պատասխանը նրա համար. ես չեմ կարող ընդունել ու պատասխանել քո խնդրվածքներին։ Այնտեղ էլի խոսք եղավ, ես ամեն բան չեմ ասի, եւ Տերը տեսիլք ցույց տվեց, մի պարզ տեսիլք, մեծ փառախ էր, հովիվը հաշվում էր ոչխարներին։ Նրանք բոլորը ներս մտան, իսկ մեկը մնաց դրսում, իմ փառախից չէ։ Ես այդ քույրիկեն հարցնում եմ, դու կտրված ես եկեղեցուց, իսկ նա որտեղից իմացար։ Դե ասում եմ, դու փառախում չէիր, եւ Աստված հայտնեց Սուրբ Հոգով, որ չեմ կարող պատասխանել քո խնդրվածքին։ Նա եկել էր Աստծուց պատասխան ստանալու, աղոթելու եւ յուղով օծվելու համար, քույրեր եղբայրներ։ Հարցնում եմ, իսկ ինչ է պատահել, ով ես դու, ինչու ես հայտնվել դրսում փառախից դուրս, դու գառ ես, դու Աստծո գառնուկն ես, բայց փառախ չես կարողանում մտնել, իսկ դրսում մնացողին գայլերը կհոշոտեն։ Նա սկսեց լացել եւ պատմեց, որ ես բուժաշխատող եմ եւ վախեցա, որ ինձ էլ կարող եմ պատերազմ տանել ու որոշեցի, որ ավելի լավ է ինձ համար կյանքի ընկեր գտնեմ։ Համացանցով գտա Կրասնոդարի մարզից եւ գնացի այնտեղ մտածելով, որ ընտանիք կկազմեմ։ Թող այդպես լինի, մինչև այս փոթորիկը կանցնի։ Հարցնում եմ, կարող է դա այն անձնավորությունն է, ով քեզանից առաջ էր կանգնած աղոթքի, ասում է այո։ Հարցնում եմ, իսկ հոգս դրել ես։ Տես, դու հիմա խնդիր ունես եւ հոգսով եկել ես Տիրոջ առաջ։ Իսկ ամուսնանալուց առաջ հոգս դրել ես։ Դու գիտես, թե Աստված ինչ է ասում նրա համար։ Տերը ցույց տվեց, որ նա մոլախոտի պես է եւ Աստծուց ուղարկված չէ քեզ համար։ Դու ճակատագրական սխալ ես թույլ տվել, ինչ ես արել դու։ Նաեւ հարցնում եմ, որ այդ տղայի վարքից երևում է, որ հիվանդ է։ Ասում է այո, նա հոգեմետ դեղեր է խմում։ Ասում եմ, խեղճ գառնուկ, ախր ինչու ես թույլ տվել այդ ճակատագրական սխալը, ում վրա ես հույսը դրել։
Ասում է դե ես տեղյակ եմ, որ նա ցնցումներ է ունենում, մտածում է, որ բուժաշխատող եմ եւ կարող եմ բուժել։ Ասացի պատրաստվիր կանացի վիրահատության, իսկ նա լացում է ու ասում, որ արդեն մի վիրահատություն տարել է։ Ասում եմ պատրաստվիր երկրորդին, չէ որ նա հոգեմետ դեղեր է ընդունում, նա ընտանիքի մարդ չէ, ինչ ես արել դու։ Քույրեր, եղբայրներ, այդ երիտասարդ տունկը կարիք ունի, որ մեկն օգնի նրան բռնել աղվեսներին ու աղվեսիկներին, որոնք արմատներն են խարխլում։ Բայց մենք այսօր մերը չենք, մենք Աստծունն ենք, եւ մենք այսօր հնարավորություն ունենք բարձրացնել մեր աղոթքները, խնդրվածքները նրան, ով նստած է գահին եւ իզորու է տարածել իր խոցված ձեռքերը եւ պաշտպանել նույնիսկ նրանց, ովքեր միգուցե հուսահատության, անհոգության մեջ են եւ ինչ որ որոշումներ են արդեն կայացնում։ Բայց մենք Աստծո տան մեջ ենք, եւ երբ Աստված կվերցնի, նա կբացի իր կամքը, կառաջնորդի, կուղեկցի այդ ճեղքերով, որը գրված է երկրորդ գլխում, կլինեն լեռներ, փորձություններ կլինեն, բայց վերջնական արդյունքում այդ 8 գլուխներում իմ սիրեկանս իմս է, նա իր հզոր բազուկով կպահի նրանց, արդեն ոչ թե կբոցկլտա վանդակների հետևից ինչ որ հեռվում, քանի որ Սուրբ Հոգին երբեմն ասում է. «Որդիս, դու ասում ես, որ իմ կյանքում կապանք կապանքի հետևից է, իսկ ես հարց եմ տալիս, իսկ ով է դրանք կապել, միթե դու չես»։ Չի հերիքում փորձառությունը։ Մենք այսօր Աստծո տան մեջ ենք, դրա համար էլ ես բոլորին կանչում եմ, որքան հնարավոր է արագ, անգամ այս պատերազմական իրավիճակում վազեք Աստծո տուն, դարձեք եկեղեցու անդամներ, հաղորդ եղեք Աստվածային էությանը, Հիսուսի կյանքը մեր մեջ գալիս է նրա մարմնի եւ արյան միջոցով, քանի որ Աստված հավատարիմ է, նա ստեղծել է եկեղեցին եւ դժոխքի դռները չեն հաղթի նրան։ Աստված կառաջնորդի, կխրատի, կսովորեցնի։ Բարեկամներս, եթե դուք մտնեք Տիրոջ մարմնի մեջ, առաջին հերթին չեք դատի ուրիշ եկեղեցիներին, կսովորեք վստահել Աստծուն, իսկ Սուրբ Հոգին կտա նոր ու նոր հայտնություններ, քանի որ հավատարիմ է նա, որ խոստացավ, փառք նրան, որովհետև դա նրա մարմինն է, դա նրա կազմվածքն է, նա իր անունը չի տանարգվելու, մեզ պետք է ողջամիտ ծառայություն, մեզ հատուկ է սխալվելը, քույրեր, եղբայրներ։ Ես սխալներ թույլ եմ տվել մեր ծառայությունների ժամանակ, որտեղ մենք ապրում ենք, այնտեղ արթնություն կա, ես կասեմ դա անկեղծորեն, թանկագին բարեկամներ, դե ուրախանում եմ, հիմա առավել քան հեշտ է ավետարանչությունը, մարդիկ իրենք են գալիս խմբերով, եւ գիտեք բարեկամներ, մի ծառայության ժամանակ ես վեր կացա ու որպես ծառայող ասացի, փառք Աստծուն, որ մենք բոլորս քրիստոնյաներ ենք։ Ծառայությունից հետո մոտենում է մի տղամարդ եւ ասում է. հովիվ, կարող եմ մի բան խնդրել։ Ասում եմ, ինչ եք ցանկանում։ Իսկ կարող եմ ես էլ գալ ձեր ծառայություններին, հարցնում եմ, իսկ ինչն է ձեզ խանգարում։ Ասում է, դե ես մուսուլման եմ, իսկ դուք ասում եք, որ միայն քրիստոնյաներին է այստեղ կարելի։ Ես արդեն զղջում եմ այդ մարդու առաջ, պարզվում է, որ նա միակ մուսուլմանն է ու հարցնում է, կարող եմ գալ։ Հարցնում եմ, իսկ ինչն է ձեզ գրավում այս ծառայությունների մեջ։ Եվ գիտեք, թե նա ինչ է ասում։ Ես չեմ կարող անտարբեր մնալ այս երգերի ու ասմունքների նկատմամբ, որն արտասանում է այն տատիկը։ Ես չեմ կարողանում դրանք հենց այնպես լսել, որտեղից եք դուք վերցրել այս երգերը։ Մի ամբողջ կյանք եմ ապրել, արդեն մազերս ճերմակել են ու մտածել եմ, որ ինձ մոտ ամեն բան ճիշտ է, իսկ հիմա այս կրակոցների տակ ես գալիս ու լցվում եմ։ Գիտեք, որ մենք մեր ծառայողներին զգուշացրել ենք, որ երաժշտության ձայնը, տեմբրը 2 անգամ ցածրացնեն։ Մեզ բառերն են պետք, մարդկանց բառերն են հպվում։ Դա նրա համար չէ, որ մենք երաժշտություն չենք սիրում, ոչ, պետք է ողջամիտ ծառայություն, մեզ պետք է փառաբանություն, որը կհասնի մարդկանց սրտերին, քանի որ Աստված ունի եւ ցանկ, եւ հունձք, եւ դա Աստծո տան մեջ է, փառք Աստծուն։ Գիտեք, ինձ մոտեցավ մի մարդ, նա միշտ ուշացած էր գալիս։ Ամբողջ ընտանիքն ապաշխարում էր, մկրտվել էին Սուրբ Հոգով ու ջրով։ Նա եկավ 1, 2, 3 անգամ, միշտ ուշանում էր։ Երբ ծառայությունը վերջանում էր, գալիս էր առաջ, լացում էր։ Մոտեցավ ու հարցրեց. հովիվ, կարող եմ ես գալ ձեր ծառայություններին։ Ես ասում եմ, իհարկե, իսկ ինչ է պատահելը, դե իմ ընտանիքն այստեղ է գալիս։ Ես զգում եմ, որ այստեղս ինչ որ բան է կատարվում ու ես այստեղ լացում եմ։ Հարցնում եմ, իսկ ինչու եք միշտ ուշանում։ Ասում է, ես առավոտյան գնում եմ ուղղափառ եկեղեցի։ Ասում եմ, լավ։ Որոշ ժամանակ անց նորից մոտեցավ, լացում է ու
հետո ասում. «Հովիվ, կարող եմ ես ձեր ավետարանչական ծառայությունների ժամանակ, որին մասնակցում է իմ ամբողջ ընտանիքը, իսկ կինը հարմոն էր նվագում, ինքն էլ կարող էր բայան նվագել, աղջիկներն ու թոռները երգում էին, կարող եմ ձեզ մոտ բայան նվագել, ասացի կարելի է, բայց եթե դուք գնում եք քահանայի մոտ, ուրեմն պետք է նրանից թույլտվություն վերցնեք, ասաց, հենց այսօր էլ հարցրել եմ, ուղղափառ եկեղեցու քահանայից, որտեղ ես գնում եմ, այսօր հարցրել եմ, կարող եմ գնալ ավետարանչական ծառայության ավետարանի հավատքի քրիստոնյաների հետ եւ բայան նվագել, ասաց իսկ նա ինչ է պատասխանել, ասաց թույլ է տվել, ասել է գնա նվագիր, միայն թե հաղորդության չմասնակցես, որպեսզի մեզ մոտ զոհաբերություն անես։ Գիտեք, նա գնաց ու մասնակցեց բոլոր ավետարանչություններին, ինձ նկարներ ուղարկեցին, տեսնում եմ, որ նա գնում է ջրի մկրտության, հավատում եմ, ապաշխարում եմ եւ բոլորն ուրախանում են։ Քույրեր, եղբայրներ, ես կարող է ասել, դե այդ ուղափառները, բայց ես չէի կարող այդպես ասել, քանի որ ես գիտեմ, թե նրանք որ բնակավայրից են, որքան տներ են այնտեղ քանդվել, գիտեմ քանի տնտեսություն կա, ուղափառ եկեղեցին ռմբակոծված է, իսկ քույրիկի փոքրիկ տան պատերը, որտեղ 70 մարդ է հավաքվում, քանդել ենք եւ աղոթքի տուն ենք սարքում։ Դե մենք այսպիսի խելագարներ ենք հանում Քրիստոսի, իսկ ուր կարող ենք նրանց տեղափոխել։ Մենք այնտեղ ջուր ենք տանում հասցնում եւ ես չէի կարող ասել, որ այդ ուղափառը ճիշտ չէ։ Այնտեղ նույնպես լացում ու հոգսեր են բերում Աստծո առաջ, փնտրում են Աստծուն, բայց երբ սիրտը կոտրվում է եւ մարդը մտնում է ողջամիտ ծառայության մեջ, ապա Աստված կղեկավարի, թեև կառաջնորդի ձորերով, ճեղքերով, բայց կբարձրացնի լեռը։ Թող նեղ լինի ճամփան, բայց Աստծո օծության յուղը, նրա առաջնորդությունը, Սուրբ Հոգու առաջնորդությունը մեզ հետ կլինի։ Դա մեկ օրում չի լինում, Աստված գիտի ինչպես փրկել եւ ում սովորեցնել։ Նա գիտի, բայց մեզ այսօր պետք է քարոզել այդ ճշմարտությունը։ Միայն ճշմարտությունը կարող է մեզ ազատ անել եւ մենք դա կտեսնենք։ Եվ ես ասում եմ, եթե Աստված հայտնություններ տվեց իմ ծնողներին, գիտեք հայտնություններ եղան, որ մենք պետք է ազատության մեջ ապրենք։ Հայրս ասում էր, որ ես պետք է կառուցեմ աղոթքի տուն եւ կընդունեմ խոստովանություններ հորս նեղացնողներից։ Աստված իմ, նրան տվել էին ամենաբարձր պատիժը 50-ական թվականներին, հետո փոխարինեցին 25 տարով։ 96 թվականին ինձ ձեռնադրեցին որպես սարկավակ։ Մի օր եկեղեցու հովիվն ասաց. գնանք, մեզ հրավիրում են մի մեռնող մարդու մոտ։ Եկանք այնտեղ, մարդը պառկած էր հիվանդ ու հարցնում է հովվին. ով է այս երիտասարդը։ Ասաց, որ սարկավակ է եւ մենք երկուսս էլ խոստովանություն ենք ընդունում։ Ասում է ինձ խոսք տվեք, որ երբ ես կմեռնեմ, իմ անուն ազգանունը ոչ միտեղ չեք ասի։ Մենք խոստացանք եւ նա սկսեց խոստովանվել։ Ես հիշեցի հորս հայտնությունը եւ հասկացա, որ այդ մարդն է իմ հորն ամենախիստ պատիժը տվել։ Եվ եկավ ժամանակ, երբ հայտնվելով նման պայմաններում, ասում է եկեք եւ թողություն տվեք մեղքերիս, ողորմություն արեք։ Եվ հասկանում ես, թե որքան մեծ է Աստված, քույրեր, եղբայրներ, հայրս ասել էր, որ պիտի խոստովանություն վերցնես ինձ նեղացնողներից։ 2010 թվական, 14 տարի անց, այն մեկը եղել էր 96 թվականին, ինձ զանգեց իմ գործարանի, որտեղ աշխատում էի, անվտանգության պետը եւ հարցրեց, որտեղ է Սաշա։ Ասում եմ, շտապում եմ, իրեր պետք է գնեմ, 2 շաբաթով գնում եմ Չեռնովցիի մարզ, իսկ հետո էլ 4 օրով Ռումինիա։ Եղբայրները հրավիրել են, ասում է ոչ միտեղ մի գնա, սպասիր, գալիս եմ։ Եկավ ու սկսեց լացել ու սկսեց ներողություն խնդրել։ Նա նախկինում 80-ականներին եղել էր օբերլիազոր։ Ասում է կարող ես ինձ ներել։ Ասում եմ ինչի համար։ Ասում է քո հայրը ստանում էր 156 ռուբլի որպես ծեփագործ։ Եվ մի վայրում, որտեղ նա գործ էր անում, եւ ասում է այդ վայրի հասցեն։ Ես գիտեմ, որ այնտեղ ապրել է Դուսյա քույրիկը։ Ես օպերատիվ պլան էի մշակել եւ քո հոր վրա 50 ռուբլի տուգանք գրեցի այդ շաբաթ։ Հաջորդ շաբաթ էլի 50 ռուբլի եւ երրորդ շաբաթը նույնպես։ Եվ ես հիմա նստած մտածում եմ, կարող ես դու ինձ ներել։
եւ ինչ որ խնդրեմ անես ինձ համար, որովհետեւ դու սոված մնացիր 1 ամիս իմ մեղքով, ես այդպիսի մասնագիտություն էի ընտրել։ Քո հայր այդ ամիս չստացավ 156 ռուբլի, այլ միայն 6 ռուբլի։ Պարգևատրում նույնպես չէր կարող ստանալ, քանի որ 1 ամսվա մեջ 3 խախտում էի գրանցել։ Потому что ты был голодным 1 месяц. По моей вине я выбрал такую профессию. Твой отец не получил 156 рублей, а 6 только получил. А премии тоже Ես հասկանում եմ, որ հիմա իմ մարդկային միտքը կբորբոքվի եւ կարող է ասել՝ «Ա, բռնվեցիր»։ Հիմա ես կասեմ այն ամենն, ինչ մտածում եմ քո մասին, բայց ես ասացի՝ «Տոլյա, ինչ ես դու ցանկանում»։ Ասաց իմ 24 տարեկան տղան վերակենդանացման բաժանմունքում է, կաթվածահար է եղել։ Ինձ մարդիկ անիծել են։ Ես 1 տարվա մեջ կորցրեցի 3 ծնողներիս 2 կողմից։ Տնոջս կորցքն են հեռացրել, քաղցկեղ էր, իսկ մյուսում տարածվել են մետաստազները։ Բայց եթե հիմա որդիս մահանա, նա 24 տարեկան է, ես հասկանում եմ, որ մարդիկ անիծել են ինձ, կարող ես ինձ ներել։ Ասացի՝ Տոլյա, մենք կաղոթենք, գնա պայմանավորվի հիվանդանոցում ու ես կգամ վերակենդանացման բաժանմունք, քանի որ հիշեցի այն խոսքը հորս ձայնը, որն ասել էր՝ կընդունես խոստովանություն նրանցից, ովքեր ինձ նեղացրել են։ Աստված պլան ուներ, եւ նա այդ մասին հայտնել էր հորս, եւ պետք էր անցնել դրա միջով, որպեսզի ասենք կենթանի է Տերը։ Եվ երբ ես գնացի այդ հիվանդանոց վազելով, աշխատողները նստած էին այնտեղ, ասում են ինչ ես անելու։ Ասացի 10 րոպե հարցեր եմ տալու, թվարկելու եմ այն մեղքերը, որոնք գրված են այս գրքում, եւ 5 րոպե պետք է աղոթեմ։ Պիտի աղոթեմ օտար լեզուներով, ես մկրտված եմ Սուրբ Հոգով, օտար լեզուների նշանով։ Ես նրան կօրհնեմ, ձեռք կդնեմ վրան, հարցնում են, իսկ մենք ինչ անենք։ Ինչ ուզում եք, եթե չեք ուզում լսել, մնացեք ձեր տեղում եւ կտեսնեք, թե ինչ կլինի։ Կլինի Աստծո հրաշքը, Աստված նրան կբուժի։ Ես գիտեի, որ Աստված նրան բուժելու է, քույրեր, եղբայրներ։ Ես վստահ էի, ես գիտեի, որ եկել էր Աստծո խոստման կատարման ժամանակը, որը երբևէ տրվել էր հորս, մեծ է իմ Աստվածը։ позвонил Толя и сказал: Օրեր անց Չեռնովցիում Տոլյան զանգեց ու ասաց, որ հյուրանտանն է արդեն։ Ես լսափողը բռնած վախենում էի մի բառ ասել։ Իսկ նա պատմեց, երբ դու գնացիր, նա զարթնեց, հանեց բոլոր կաթետրները, վեր կացավ, ուղղվեց, վերցրեց ձեռնափայտ ու գնաց սանհանգույց։ Աստծո սիրելիներ, կենթանի է Տերը, ալելույա նրան։ Մի անտեսիր Աստծո եկեղեցին, գնահատիր ու անհոգ մի եղիր քո փրկության համար։ Գնա Աստծո տուն, դու կտեսնես, թե ինչպես Աստված կանի իր գործը։ Վերջին վկայությունն այս օրերի, որքան սքանչելի է եկեղեցին, որն Աստված է ստեղծել։ Ես ասացի, որ Զապորոժեից մինչև Խերսոն ջուր չկար։ Աստված այդ ժամանակ հնարավորություն տվեց 3 հորատանցք փորելու եւ օրական 40 տոննա ջուր էինք կարողանում տալ մարդկանց։ Բայց երբ այդ մասին իմացան նաեւ մյուս եկեղեցիները մյուս բնակավայրերից, տարբեր եկեղեցիներից եւ հարանվանություններից, մարդիկ սկսեցին ջրեր բերել շշերով։ Եվ տեսեք ինչպիսին է Աստված, որքան հրաշալի է նա։ Զանգում է ինձ մի մարդ Դնեպրոպետրովսկից։ Я волонтер. Երբ նա զանգեց, ծանոթացանք հեռախոսով եւ ասաց. «Ես կամավոր եմ եւ ինձ զանգել է մի կին ու խնդրում է ջուր տանել Մարգանեց քաղաք, քանի որ այնտեղ ընդհանրապես ջրամատակարարման խողովակներ չկան»։ Այդ կինն ասել էր, որ հայրը 3-րդ հարկում է բնակվում, հիվանդ է, ձեռնափայտերով է, ջրի հետևից չի կարող գնալ։ Այնտեղ կենտրոնական հրապարակում հերթ են կանգնում պլաստմասե տարաներով։ Այդ կամավորն ասել էր. «Կփորձեմ, ինչ որ բան կմտածեմ, այնտեղ կամավորներ կգտնեմ»։ Նա զանգեց ու ասաց ինձ, որ ԱՄՆ-ից ինչ որ մեկն արդեն զոհաբերություն է ուղարկել ու ես արդեն 2 տոննա շշալցված ջուր ունեմ, ավտոբուս ունեմ եւ 100 լիտրը կտանենք այդ մարդուն։ 100 литров. Եկավ տվեց, ես այդ ջուրը տվեցի որդուս, տվեցի հասցեն եւ ասացի, որ պետք է տանել։ Տղաս գնում է այդ մարդու մոտ եւ վերադառնալուց հետո պատմում է. «Հայրիկ, ներս մտա։ Շշերը դրեցի գետնին, իսկ այդ մարդը դողացող ձեռքերով, չսափրված, անլվա, դե 3 օր անգամ խմելու ջուր չի եղել։ Ասում է. «Ո՞վ ես դու, ինչու ես ինձ մոտ եկել»։ Տղաս ասում է. «Մենք ավետարանի հավատքի քրիստոնյաներ ենք, Աստված ձեզ համար ջուր է ուղարկել»։ Սպասիր, ինչ քրիստոնյաներ։ Դե հավատացյալներ, լսել եք, կան հավատացյալներ։ Մենք քրիստոնյաներ ենք, ահա ձեզ ջուր։ Ոչ, ով ես դու։
Ասում է. «Սպասիր, էլի կա, գնամ բերեմ, հետո կխոսենք»։ Տղաս հաջորդ շշերն է բերում, իսկ նա կրկին. «Դու ոչ մի տեղ մի գնա, սպասիր, ով ես դու»։ Ասում է. «Մենք հավատացյալներ ենք»։ Իսկ որտեղից ես դու վերցրել այդ ջուրը։ Ինչ է, հավատացյալներին անվճար ջուր են բաժանում։ Մեզ այս ջուրը բերել են 150 կիլոմետր հեռավորությունից, Դնեպրոպետրովսկից։ Ով է բերել։ Հավատացյալները։ Նա ոչ մի կերպ չի հասկանում, թե ովքեր են հավատացյալները։ Իսկ որդիս նորից է գնում ջրի հետևից։ Երբ նա բերում է արդեն 5-րդ անգամ, այս մարդը բռնելով իր դեմքի մկաններից, ասում է. «Այս ինչ հավատացյալներ են, ովքեր եք դուք»։ Этот человек, знаете, сдерживая вот эту мышцу так, говорит, так что вы за верующие? Кто вы такие? Տղաս ասում է. «Դե ահա, մեր աղոթքի տունն այստեղ է, մոտ է»։ Իսկ նա չկարողանալով իրեն զսպել, լացելով ասում է. «Ես շատ հավատացյալներ գիտեմ այդ տնից»։ Եվ թվարկում է նրանց ազգանունները, ովքեր են այն կառուցել, պատմում է մեկի, երկրորդի, երրորդի մասին. «Այո, եղբայր Վովա, Լիզա Քույրիկը, եղբայր Սաշան, դե դա իմ հայրն է»։ Իսկ նա լացելով ասում է. «Իսկ գիտես, թե ես նրանց որտեղից գիտեմ։ Ես աշխատել եմ քաղաքային գործադիր կոմիտեում, նրանք տարիներով գալիս ու փաստաթղթերն էին ձևակերպում։ Ես աթեիստ եմ, այն մարդկանց, ում անունները թվարկեցի, հեռացրել եմ աշխատանքից։ Իսկ ինչ է հիմա կատարվում։ Այդ հավատացյալներն ինձ ջուր են բերում։ Իսկ հիմա Աստված արթնացրել է ուրիշ հավատացյալների 100 և ավելի կիլոմետր այն կողմ, իսկ այս հավատացյալները, որոնց համար ես ավելորդ արգելքներ եմ ստեղծել, ինձ համար ջուր են բերում։ Ինչպե՞ս կարող է դա լինել։ Ինչ Աստված է դա։ Ես պարզվում է, որ ոչ մեկի պետք չեմ։ Եվ այն բոլոր ղեկավարներին, որոնց համար ինչ-որ բան եմ արել, իսկ հիմա այս հավատացյալները 90 կամ 100 լիտր ջուր են բերում ու արդեն չի կարողանում արցունքները զսպել։ Մեծ է մեր Աստվածը, քույրեր, եղբայրներ, մեծ է մեր Աստվածը։ Մեր խնդիրն է այսօր օրհնել այս երիտասարդությանը, սովորեցնել, շտկել, թանկագին բարեկամներ, քանի որ մարդիկ, ովքեր գալիս են, ցանկանում են լսել այս երգերը, այդ խոսքերը հպվում են նրանց սրտերին, քանի որ դրանք կյանքի խոսքեր են։ Ալելույա մեր Աստծուն։ Երբ դուք կլինեք Աստծո պահպանության եւ օրհնության տակ, Աստծո եկեղեցում, դուք կտեսնեք, թե ինչպես են այդ խոցված ձեռքերն առաջնորդում ձեզ ձեր կյանքում, կսկսեք քիչ սխալներ թույլ տալ, կտեսնեք, որ այս տունկերը կծաղկեն եւ անուշահոտություն կարձակեն։ Անիմաստ տեղը ժամեր չեք ծախսի խաղերի վրա, խաղալով ինչ որ արյունահեղ խաղեր, այլ կփնտրեք մեծ Աստծուն, իսկ հզոր Աստվածը կօրհնի իր եկեղեցին եւ դժոխքի դռները չեն հաղթի նրան։